Ամեն ինչ այնքան պարզ ու հասկանալի է, Հենրի, որ հավատա այդ բացատրությունների կարիքը չկա։ Ուղղակի մտածում եմ ոնց է հնարավոր, որ երկու սիրող մարդկանց միջև կարա սենց պատեր գոյանա։ Ոնց կար այդ սերը գա ու այդ քամու նման այդքան հեշտ անցնի գնա, ոնց։ Ուզում եմ հասկանամ ինչից ես վախենում։ Ինձնից, քեզնից, թե սիրելուց։ Ես այդ քո հարցերի պատասխանները տվել եմ։ Չէ, Հենրի, դու ինձ ոչ մի հարցի պատասխանել չես տվել։ Ավելին ասեմ, դու ինձ թողել ես մենակ այդ բոլոր հարցերի հետ ու փախել ես ուղակի։ Եթե փախած լինեի, ստեղ կանգնած չէի լինի։ Չէ, Հենրի, հավատա ինձ։ Ֆիզիկական ներկայությունը ոչ մի բան է հոգու կապվածության դեմ։ Ես փնտրում եմ ինձ ու քեզ կապող թելերը, բայց չեմ գտնում։ Ուր ցնդեց այդ ամեն ինչը։ Այ դու ինձ ես բացատրի, Հենրի, ոչ թե քո անհեթեթ պատմությունները պատմի։ Չես հավատա, բայց ես ուղղակի նող կանք եմ ապրում այդ ձևական հարաբերություններից, արդեն կոկորտիս է հասել։ Կամ չքվի կյանքիցս, կամ էլ եղին հենց ոնց պիտի լինես։ Կամ արի ու մնա, կամ էլ նենց գնա, որ մեր ճանապարհները չխաչվեն էլ, Հենրի։ Մեր ճանապարհները չեն կարա չխաչվեն, անգել։ Այսինքն։ Որովհետև մենք իրար օտար չենք։ Լուրջ։ Իմ ու քո միջև հազարավոր դատարկ ու խորը անդունդներ կան, Հենրի։ Ու դու այսքանից հետո մտածում ես, որ մենք օտար չենք։ Ինչի ես լռում։ Մինչև վերջ խոսա, Հենրի, տեսնեմ մարդկային հարաբերություններից դուրս էլ ինչ նոր բաներ պիտի հորինես։ Գնա, դու ազատ ես, ես քեզ դատարկ, դու սրտիդ դուրն արդեն փակել ես իմ համար, ես այդ զգում եմ ու տեսնում եմ, ինչ էլ ասես, ինչ էլ փորձես համոզել, միևնույնն է կա մի բան, որ քեզ խանգարում է, ու ես չեմ հասկանում ինչ։ Սպասի։ Ինչ եղավ կար։ Ինչ ես անում։ Սպասի։ Ձեռքդ տուր։ Ձախը տուր, որ սրտիդ մոտ լինի։ Սա ընդունիր ինձանից որպես սիրո եւ հավատարմության խորհրդանիշ։ Կարո։ Հա, չհավանեցիր։ Չէ, շատ սիրուն է։ Ուղղակի ես մի քիչ ուրիշ ուզում եմ հասկանալ, այսքան նեղն ես, որ սենց որոշեցիր։ Չէ, Յաննեչկա ջան, նեղն չեմ։ Ուղղակի բնությանն եմ մոտ։ Ինչ ռոմանտիկ ես։ Իրականում բան չասեցի, շատ սիրուն է։ Ուղղակի մտածում եմ, որ մեզ հավերժական մատանիներ է պետք։ Սա շուտ կթոշնի։ Որ ժամանակին տեղը տեղին ջրես, չի թորշնի։ Առավոտ կեսօր իրիկուն ջրի։ Իրականում հիմա սկսում եմ ավելի շատ քեզ սիրել։ Գիտես, դեռ այն ժամանակ նկատել էի քո ռոմանտիկան։ Այն ժամանակ, երբ բարի բուն ու փոխաբերական իմաստով իմ ամենածանր շրջանում
Դու ինձ նկատեցիր։ Բայց քեզ ինչ ա եղել, որ չնկատեի։ Դու գեղեցկուհի ես, Յաննочка։ Այս ժամին ինչ ես տուն եկել, կարող է բան ա եղել։ Միգուցե դու ասես ինչ է եղել։ Ես? Ինչ պետք է ասեմ, ոչ մի բան չի եղել։ Իսկ կարողա չես հիշում, տարիքը Իրանը արել է։ Լսի պարտադիր է ինձ խայթել, տարիքն ըստեղ ինչ կապ ունի։ Ինչ ես արել։ Ոչ մի բան, ինչ ես ուզում ինձնից։ Ոչ մի բան չանելու համար շատ անհանգիստ ես։ Հետ ուր, վերջ, էլ չես ուզում գնաս, լսի քեզ ինչի է թվում, երբ ուզենաս կարաս գնաս, երբ ուզենաս կարաս գաս։ Գնում եմ դժգոհ ես, մնում եմ դժգոհ ես, դու վերջը տենց էլ չկողմնորոշվեցիր, ինձնից ինչ ես ուզում։ Չես հասկանում ինչ եմ ուզում։ Ուզում եմ արարքներիդ համար պատասխան տաս, այդ եմ ուզում։ Ես քեզ ասելու բան չունեմ։ Լավ էլ ունես, ուղղակի երեսդ չի բռնում։ Բայց մի անհանգստացի, ես սիրածիցդ կիմանամ, կճշտեմ, որովհետև դու կարող արանքում ինչ-որ բաներ կոնսպեկտ ես։ Ես քեզ երբեք չեմ խաբել ու չեմ խաբի։ Ես կարող եմ լռեմ, կարող եմ չխոսեմ, բայց հաստատ չեմ խաբի։ Գիտես ինչ, խոստովանված հանցանքն էլ է հանցանք։ Եթե մի անգամ էլ ձեր ճամփաները խաչվեցին, դու էլ կյանքում երախուն չես տեսնի, էդ ես քեզ խոստանում եմ։ Ոնց ասես։ Սարքել է իր համար պռախը։ Ինչ անեմ։ Ոնց քեզ ճշմարտությունն ասեմ։ Չեմ էլ ասում, մտածում ես ամենաստորն ու ստահակն է։ Հարմար է։ Ինձ կներեք, հա, հարմար դիրքավորվեք, հեսա կմոտ է։ Լսում եմ։ Անկեղծ ասած վատ եմ ինձ զգում պատահածի համար։ Ուզես զանգեմ այդ աղջկան, ասեմ ինչ կապ ունենք իրար հետ։ Ոչ մեկին էլ զանգել ու բացատրություններ տալ պետք չի։ Կներես, բայց իմ անձնական խնդիրները մենակ ինձ են վերաբերվում, էլիս։ Լավ, ոնց կուզես։ Այս տղուց բան չեմ հասկանում։ Տրամադրության մարդ է։ Լսի այդ տղա, դու ով ես, որ գնացել ես կնոջս մոտ։ Ներկայան, հա։ Չէ, ուզում եմ հասկանամ դու այդքան կաս, որ գնացել ես նոր ծննդաբերած կնոջ մոտ։ Լակոտ չեմ, որ երեկվա գնացածս տեղերի համար հաշվետու լինեմ, են էլ քեզ։ Բայց դու իմ կնոջ մոտ ես գնացել, չես հասկանում, թե քեզ էշի տեղ ես դրել։ Լեզուդ կարճ թե չէ ես դրանով կզբաղվեմ ու քո համար վատ կլինի։ Հերիք է ինձ հաթաթատաս։ Ինչ ես քեզ ազնվածեղ բարոնի տեղ դրել։ Անցյալդ էլ գիտեմ։
ներկատել։ Ու եթե պետք եղավ, ապա գատել կգծեմ։ Իմ ներկան ու ապագան իմն է, իսկ անցյալիս մասին խորհուրդ կտամ չանդրադառնանք, որովհետև քո համար շատ ցավոտ կլինի։ Քեզ թվում է մատդ վերքերից վրա դնելով ինձ նեղն ես գցելու։ Անենց նեղը կգցեմ, սաղ կյանքիդ վրա կզգաս։ Սրանց որ ես հարցերը լուծում։ Սրանք են կա պաշտպանները։ Տերն է պաշտպանը։ Այդ մեկը հավատում եմ։ Տավեցի սպանեցի էլի չպրծանք։ Հարություն առար։ Զգուշ եղի։ Մի անգամ մեռած ու հարություն առած մարդու համար վտանգավոր ոչինչ չկա։ Մամա, խր ամեն ինչ լավ էր։ Ինչ եղավ նորից։ Իմ ու քո պապայի հարաբերությունները երբեք էլ նորմալ չեն եղել։ Ու ոնց հասկանում եմ, ապագայում էլ տենց հույսեր պետք չի ունենալ։ Մենք մտածում ենք, որ Դավիթի ծնունդով ձեր հարաբերությունները կկարգավորվեն։ Մի քիչ գոնե վեճերը կպակասեն։ Բայց նենց տպավորություն է, ոնց որ հակառակ փուլ եք մտել։ Ինքը իմ հետ միշտ չպարզված հարցեր ունի։ Իսկ դու։ Աստորեն թույլ տեղը տաննային մոտենալն է։ Չնայած չէ էլ կասկածում։ Շատ ես սիրում կնոջդ։ Իսկ սերը մեկին վրեժխնդիր ու հիշաչարա սարքում մյուսին համբերող ու հանդուրժող։ Դու հանդուրժի, ինչքան սիրտդ ուզում է։ Ես իմ վրեժի տերն եմ։ Ալո։ Պապ, Ասա Արամ ջան լսում եմ։ Փաստանին պատկերացումները սխալ դուրս եկան։ Ինչ պատկերացումների մասին է խոսքը տվես։ Պապի հետ էի հանդիպել։ Մտածում էի ինձ սիրում է, կարելի է հետը լեզու գտնել։ Բայց ոնց հասկացա ինքը իր հաշիվները երբեք ոչ մի բանի հետ չի խառնում։ Տղես, պապուտ համար առաջինը փողն է, հետո Աստված, կամ էլ փողն է իր Աստվածը։ Իմաստ չունի նման մարդու հետ գլուխ դնել։ Արդեն պարզեցի։ Ու մեկ էլ մի բան լավ հիշի։ Կյանքում քո փոխարեն ոչ ոք հարց չի լուծելու։ Ինքդ պիտի կենտրոնանաս քո հարցերի վրա։ Հա, պապ։ Այդ տղայդ ուր թռար գայծակի պես։ Չհասցնի հարց ու փորձ անեի։ Կարևոր էր, պապ, չէի կարա հետաձգեի։ Չհասկաց այդ տղայի անելուկներով մի խոս այդս։ Պապ, դե կգամ կպատմեմ էլի։ Վռազ ես։ Արա նախ լինելիս հիշատակը վկա։ Ես ձեզանից ոչ մի բան չեմ հասկանում։ Զզվում եմ բոլորիցս, գրավի տապը գնացեք։ Ինչ է պատահել։ Ինչ ես ձենդ տնով մեկ գցել։ Լավ եմ արել, դրա իրավունքն էլ չունեմ։ Լիլիթ, քեզ ոչ ոք այս տանը իրավունքից չի զրկել։ Զոհի դեր մի խաղա։ Հոգնել եմ արդեն քո խորհուրդներից։ Այդ որ գալիս ես իմաստունի դեմքով նստում ու նայում ես մեզ միշտ։ Ասում ես չես ուզում խառնվել իմ ու Սոսի հարաբերություններին, ասեմ, այդ այդքան էլ լավ չի։
որովհետև երբ որ մայրը իմանում է տղայի ընտանիքում անախորժությունը, ինքը ոչ թե խառնվում է նրա համար, որ իր վեհ կարծիքը արտահայտի, այլ նրա համար, որ երեխու ընտանիքում համերաշխություն տիրի։ Ինչի ես քո չստացված կյանքի համար անընդհատ բոլորին մեղադրում։ Իմ չստացված կյանքի համար տղատ է մեղավոր։ Դե ուրեմն բաժանվիր։ Էդ ասածը չէ։ Ինչ պրիմիտիվ ու նեղմիտ աղջիկ դուրս եկար։ Հա, էդ ուզածդ, որ բաժանվենք, որովհետև չես ուզում բացատրել տղայիդ, որ կնոջը ոչ միայն պետքա ֆինանսական աջակցություն, այլ նաև սեր, հարգանք, կարեկցանք, թե այդ ամեն ինչը երիտասարդ տարիքում չես ունեցել, չես ուզում ես էլ ունենամ։ Անդաստիրակ։ Սոսը որ իմանա, աչքերդ բնից կհանի։ Ում ճշմարտությունն ես ասում, անդաստերակ ես դառնում։ Լավ էր էլի, դրանից ճշմարտությունը չի փոխվում։ Սոսը որ իմանա աչքերդ բնից կհանի։ Դու էլ նստելու ես ու հրճվանքով նայես դրան։ Ինչ ես Միքայելին ասել, որ գնացել եմ Աննայի մոտ։ Խելագար ես։ Եթե մեր մեջ խելագար կա, այդ դու ես։ Ինչ ես ուզում, որ ես իմ ձեռով տանեմ այնտեղ, որտեղ որ պիտի տանեի։ Ինչ ես ընթացքը արագացնում։ Վերջը քո տականքությունը արեցիր, չէ՞։ Սոս։ Թող ձեռքս ցավացնում ես։ Ինչ ես Միքայելին ասել, որ գնացել եմ Աննայի մոտ հիվանդանոց։ Հերիք այդ փչացածի պատճառով կյանքս ծամես։ Ինչ ա ուզածդ։ Որ քեզ խեղտեմ։ Ուրեմն խեղտի պրծնենք, ինչի ենք իրար տանջում։ Սոս, խնդրում եմ, թող ամոթա։ Մի խառնվ իմ Ամերիկա, շատ ես խառնվել, փեշերդ փռել ես, դրա համար լղոզված ընտանիքա դարել, ես կին կոչեցյալը իմ գլխի վրայով թռել է, իր ապուշ երևակայությունների հետևից անգել, բայց ես քո գլուխը կկտրեմ, եթե փորձես դու ինձ կոնտրոլ անել։ Անգել ջան, ստեղ ես։ Անգելինա։ Հա, պապա։ Էլի մտքերով ես եկել։ Մտքերով էջ լսեցի։ Իսկ լացել ես։ Չէ, Բա ինչի են աչքերդ կարմրած։ ուշադրություն մի դարձրու կանցնի։ Վաստորեն չգնալս ճիշտ էր։ Քեզ մենակ թողնել չի կարելի։ Մի վախեցի, պապ։ Հաստատ նենց բան չեմ անի, որ ամաչես։ Բայց ես չեմ ուզում քեզ այս վիճակում տեսնել։ Հերին էր եկել։ Այդ տղեն ինչ գործ ուներ իմ տանը։ Ինչ ա ուզում քեզանից։ Եկել էր անիմաստ բացատրություններ տալու։ Չասեցիր, որ դրա կարիքը չկա։ Թող ընդմիշտ հեռանա ու մոռանա քո գոյության մասին։ Ասեցի։ Շատ դժվար էր, բայց ասեցի։ Մայրը դա։ Պապ հանկարծ ոչ մի բան չպատմես։ Իրա խնդիրներն ու ապրումները իրան լրիվ հերիք են։ Լավ։ Ոչ մեկի ոչ ուզում եմ տեսնեմ, ոչ ուզում եմ լսեմ, ոչ էլ ուզում եմ մոտ թողնեմ։ Բոլորն էլ արդեն վաղուց հեռու են ինձանից։ Հեռու, հեռու ու խորտ։ Էլ
ոչ մի բան չեմ ուզում։ Ոչ կյանք, ոչ երազանք, ոչ ներկա, ոչ էլ ապագա։ Լռություն։ Մենակ ուզում եմ լռություն։ Ինչի ես տենց բազմանշանակ նայում։ Ոնց որ որոշումը պինդա հատեիցը չէր շարժվել։ Հա, պինդա։ Ինչի զարմանում ես, որ կյանքում առաջին անգամ իմ մասին եմ մտածում։ Որ որոշումներից տեր եմ կանգնում։ Չեմ երկում։ Զարմանում եմ քեզնից չի։ Այ որ 30 տարի առաջ այսպես մտածեի, հիմա ես իմ սեփական ընտանիքը կունենայի։ Ու այսօր մենակության հետ կռիվ չէի տա։ Անետ, քո ամենամեծ խնդիրը գիտես որն է, որ դու մտածում ես, որ մենք քո սեփական ընտանիքը չենք։ Իսկ ինչի՞ չես մտածում, որ դուք եք ստիպել ինձ այդպես մտածել։ Մեկա, տեղովս ոսկի էլ դառնամ, չես գնահատի։ Փնփնթանես ու դժգո։ Երանի ինձ նման ընտանիքի արժեքն ու գինը հասկանայիր։ Չէ, քույրիմ, իմ ու քո ջուրը անույն առույով չի գնում։ Եթե դու չես գնում, ես կգնամ տնից։ Գնա, դրան տեղը դու շատ լավ գիտես։ Ինչքան քո տունն է, այնքան էլ իմ տունն է։ Ու չփորձես քո գնալորից վախացնես։ Ես չեմ վախացնում, ուղղակի հոգնել եմ, քեզնից էլ, քո անվերջ փնփնթոցներից էլ, քո այն մշտական խոժորված դեմքից էլ։ Հոգնել ես գնա։ Տենց էլ անելու եմ։ Դու ես ահռելի տան մեջ մենակ ես ապրելու, դու տենց ես սովոր, բայց մեկա, իմ հույսին ես մնալու։ Վայ Կարո, ինչ հետաքրքիր ու ռոմանտիկ տղա ես պարզվեց։ Ֆայնա, չգիտի է, զանգ եմ ուրախացնեմ։ Ֆայն, բարև ընկերուհիս, ո՞նց ես։ Ոչինչ, ինչ կայան։ Ֆայնա, բան եմ պատմում, մեջքի վրա կընկնես, բռնվիր։ Ուրեմն, այն օրը ես ու Կարոն գնացել էինք այգի, դες բոսնելու։ Մենակ իմանաս ինչ արել։ Ֆայնա առաջարկություն արել։ Ճիշտ է, մատանին խոտից է, բայց դա կարևոր չի։ Նյութական ընդհանրապես կարևոր չի, չէ՞ այս դեպքում։ Հոգևորն է կարևոր։ Ֆայնա։ Ֆայնա։ Ոյ Ֆայնա։ Ուրեմն ես քեզ պատմեմ իմ մի րոպե։ Դու ինձ չես բրծնելու։ Ֆայնա։ Ես քեզ պատմում եմ կյանքի կարևորագույն ու սիրունագույն իրադարձության մասին, դու ինձ վրա հեռախոս ես անջատում։ Բա դու ընկերուհի ես։ Յան կներես։ Ձայնիցս պետք է հասկացած լինեիր, որ տրամադրություն չունեմ։ Դու միշտ տրամադրություն չունես ես վերջերս, Ֆայնա ջան։ Ես էլ բան եմ պատմում, չէ՞ քեզ։ Ինչ ասեմ, կարող ա գաս խանութ մի հատ այս մեր հրաշագույն կրեմներով քեզ թերապիա անեմ, համ էլ կպատմեմ։ Կրեմները իրոք ընտիր են, բայց գալու հավես չունեմ կներես։ Որ դու անգամ մեր կրեմներով թերապիայից ես հրաժարվում,
ուրեմն չպիտի նեղանամ։ Իրոք լուրջ է ամեն ինչ։ Այ ֆայնա։ Էլիս։ Բայց ո՞ւր ես սենց արագ գնում։ Գործս ավարտել եմ, տուն եմ գնում։ Տուն գնալը չի փախնի, արի միտեղ գնանք միասին թեյ խմենք, համ էլ կզրուցենք, ինչ կարծիք ես։ Վատ գաղափար չի, բայց Կարևորը գաղափարը լավն է։ Արի գնանք մի մերժի։ Բարի օր, Անգել ջան։ Հարև ֆայնա։ Զանգեցի տեսնեմ քեռիդ ոնց եղավ։ Ցավոք սրտի շատ վատ, որովհետև ոչ մի հույս չեն տալիս։ Ցավում եմ։ Ապրես ֆայնա, որ զանգեցիր։ Անգել, ճիշտն ասած շատ էի ուզում քեզ տեսնել։ Ինչու՞։ Ինչ որ բան ա եղել։ Չէ, ուղղակի ուզում եմ մի քիչ հետդ շփվել։ Կարաս գաս մեր տուն։ Ձեր տուն։ Հա, սիրով կսպասեմ։ Չէ, ավելի լավը գնանք իմ աշխատավայր, այնտեղից էլ հետո գնանք միտեղ կնստենք։ Ես եմ, չգիտեմ ինչ ասեմ։ Մենակ դրական պատասխան ընդունվում։ Դե դու այնքան լավն ես, որ մերժելը դժվար կստացվի։ Հիմա ինձ ներում ես կոպիտ պահվածքիս համար։ Որ չներեի, հիմա այստեղ չէ լինի քեզ հետ։ Դու շատ թեթև ու պարզ մարդ ես։ Ինձ այդ շատ ա դուր գալիս։ Շնորհակալ եմ։ Վատ չէ լինի, մի քիչ դու էլ այդպեսին լինեիր։ Շատ ծանր եմ։ Թեթև էլ չես։ Մտահոգ ես, տխուր։ Լավ, արի տխուր բաներից չխոսանք։ Համենայն դեպս ես անկեղծ մարդ եմ ու սիրում եմ այն ինչ մտածում եմ, միանգամից ասեմ։ Կարամ։ Ասա, ես սիրում եմ իմ մասին կարծիք լսել, չնայած նրան, որ արդեն լսեցի։ Դու մի քիչ տարօրինակ տղա ես։ Իրականում վատ բան չկա, որ ուզում եմ խոսել այդ աղջկա հետ ու բացատրություն տալ կատարվածի համար։ Այնպես ես քեզ բան, ոնց որ ուզում եմ հակառակը անել։ Այն աղջկան ոչինչ ասել պետք չի։ Չէ որ իմ պատճառով իր հետ խնդիրներ ունեցար։ Ուղղակի իմ պահանջը այն է, որ մենք ընդհանրապես չխոսանք Անգելի մասին։ Հասկացա։ Բարկացար, երբ խոսեցի նրա մասին։ Կարամ մեկ հարց տամ ու վերջ։ Հայ իհարկե ասա։ Ինքը ով է, քո ինչն է։ Ասեք ես չես զանգում։ Նա այդպես քան անգամ եմ զանգել։ Հա, փաստորեն զանգել ես։ Դե մեկ-մեկ նյարդել ես, որ տեղի ա տալիս, անջատում եմ ու չեմ ուզում ոչ մեկ էլ շփվել։ Բայց ինչի՞ եմ նյարդել այդ մեկ-մեկ տեղի տալիս։ Միշտ էլ տեղի են տալիս։ Դե միշտ չէ։ Բայց պատահում է։ Լսի Միքայել, ինձ թվում է, որ այդ երեխան կծնվի, ձեր կյանքում ինչ-որ բան կփոխվի, բայց պարզում է, որ ոչ։ Հələ ավելի բապ ճարար լսելու հավես չունեմ։ Տղա ջան, դա ճար չի, սա հայրական խորհուրդ է։ Ծնողներս Ամերիկայում են ապրում։ Ես այստեղ մենակ եմ, դե գիտես աշխատում եմ, որպես բժիշկ կոսմետոլոգ։ Քրոջս հետ լավ լեզու կգտնեք։ Դու ինձ քո հարազատների մասին ոչ մի բան չես պատմել, արդեն իմացա, որ քույր ունես։ Քույր, հայր, մայր, պապիկ։ Մենակ թե չասես, որ Հենդո Շախունցի մասին չես լսել։
Ես միայն մի շախունցի գիտեմ, Հենրի Շախունց, ով դիմացս նստած է։ Ես էլ իրա արժանի հետնորդն եմ։ Կարծում եմ կարող ենք դուրս գալ։ Շտապում ես, տեղում ես գնալու։ Չէ, տեղ չունեմ գնալու, բայց չեմ ուզում ժամանակից հետ գողանամ։ Բայց ոչինչ, որ ես դեմ չեմ քո հետ ժամանակ անցկացնելու։ Հատկապես, որ չեմ նկատում, թե ոնց է ժամանակը անցնում քո կողքին։ Ասեցիր, բայց չավարտեցիր խոսքդ։ Ինչ ես մտածում, որ քուրիկիդ հետ լավ լեզու կգտնեմ։ Որովհետև քուրիկս կոսմետիկայի խանութ ունի, ու ճիշտն ասած հենց նոր մտքովս մի բան անցավ, որպես մեղքերի քավություն մենք հենց հիմա կգնանք խանութ ու ես քեզ մի քանի նվեր կանեմ։ Շնորհակալ եմ, ինձ նվերներ պետք չեն։ Ես կգամ մի պայմանով, որ ես պետք է ինձ համար գնեմ։ Արի գնանք կորոշենք, լավ։ Արի հիմա որոշենք, որ այնտեղ չվիճենք։ Վիճել մեկ-մեկ պետք է։ Գնացինք։ Անգել, շատ շնորհակալ եմ, որ առաջարկս չմերժեցիր։ Ֆայնա, ես քեզ շատ հարգում եմ, բայց անկեղծ ասած չեմ հասկանում մեր հանդիպման իմաստը։ Հետ կապ չունի, որ քո ու Հենրի կապը ընդհատվել է։ Ես չեմ ուզում քեզ այդ շփումը կտրել։ Աղջիկներ, ողջույն։ Բարև, ողջույն ընկերուհիս։ Լավ է Անգել, բարևը որն է։ Պետք է այսպես ջերմ բարևել, սառը բարևում ես որ ինչ։ Մենք ընկերներ ենք, չէ՞։ Անպայման։ Ո՞նց ես Յանա ջան։ Այս ուրիշ, ասում ես էլի, ընդհանրապես 3 տառ է այդ բառը, չէ՞ ջան, բայց ինչքան լավ էմոցիաներ ա տալիս, ինչքան ցած լցվում ես։ Լավ եմ Անգել ջան, դու ո՞նց ես։ Ես էլ եմ լավ ապրես։ Փաստորեն դեռ այստեղ ես աշխատում։ Դե ոնց տեսնում ես Անգել ջան, ես Կոկոյի մշտական ներկայացուցիչն եմ ու Ֆայնայի աջ ձեռքը ամենուրեք։ Բայց չի էր ասել, որ Անգելի հետ ես գալու։ Հիմա Անգելին ոնց ենք վերաբերվում, որպես հաճախորդ, թե որպես հյուր։ Երկուսն էլ։ Ես սիրով օրինակ գնումներ կկատարեմ։ Դու այստեղից կվերցնես ինչ քեզ հարկավոր է, բայց որպես նվեր։ Չէ, այդպես չեղավ։ Ես պիտի գնեմ։ Անգել, ինձ մի նեղացրու։ Այս խանութում քեզ համար ամեն բան անվճար է։ Մի նեղվի, հա Անգելինա ջան։ Ընկերուհիս ինձ էլ շատ հաճախ տենց նվերներ անում։ Ես չեմ նեղում, չէ՞։ Գնացինք, արի գնանք, հեսա կընտրենք։ Բրծում չունես։ Այդ որոշել էր մեջքիցս խփեիր։ Այսքան տարվա մեջ չկարողացար գնահատել քեզ հաց տվողին։ Ապերախ տառնետ։ Դու այդքան վատ բայցիր քեզ իմ հանդեպ, բայց չհանգստացիր։ Գնացիր դու։ Տվիր առար, որոշեցիր գաս ինձ վրա զենք բայես։ Բա սա ճիշտ է։ Որովհետև հասկացա, որ ոնց սերիկա կասը, տենց սերիկա էլ մնացել ես։ Քեզանից ազատվելը մենակ կփրկի։ Ուրեմն տենց, հա։ Իմ արածը քո համար է չէ։ Իսկ դու ինչ ես արել ինձ համար։ Ախա, ճիշտ է, արել ես։ Ամեն ինչ դու ես արել։ Իմ դժբախտությունների պատճառը դու ես։ Ես եմ մեղավոր։ Ժամանակ առաջ պիտի քեզ մի կրակոցով վերացնեի, որ այս ամեն ինչը չլիներ։ Հիմա փողավորվել ես։ Դու ես արել, զենքը ձեռքդ ես վերցրել։ Ով էր դու այն ժամանակ։ Կարար ինձ վրա զենք բարձրացնեիր, հա։ Այդ տղա ջան։ Շողքս տենում փախնում էիր։ Ով էի ես։ Ասեմ։ Մարդ էի։ Մարդ էի, ով մտածում էր, որ մարդկանց մեջ ապրելով մարդիկ իրար չեն հոշոտում ապրելու համար։ Այսուս ջան, այ տղա ջան, այդ ցավը տանեմ, դու նոր փայլուն, բան ասեցիր, պետք չի իրար հոշոտել, մենք իրար հետ կիսելու ինչ ունենք, տղա ջան, ախր ինչ ենք մենք սենց վարվում, հա?
Դու հնարավորություն ուներ քեզ մարդու պես պահելու ու ապրելու, բայց սողուն ինչ գիտի քայլելն ինչա։ Սողուն ծնվել է, սողուն էլ կսատկես։ Շախունցներն ինչ փոխանցեմ քեզանից։ Խաթե ես տղեն։ Տղա ջան։ Սոս։ Էս ինչ ես անում տղես։ Տիկին Անետ, դու գնացեք տուն։ Հետո էլ ասում եք խելոքա, բարիա, համեստա, բայց sense համեստա լինում, աներո ջուրա զենքա բարձացնում, ուզում է սպանի։ Լռի։ Սոս։ Տղես մի արա։ Եթե դու անես դա, առաջին հերթին քեզ ես վատություն անելու։ Կյանքդ խորտակելու ես մի արա խնդրում։ Ուրեմն աղբորը թողած իր դարդին ես, տենում ես բողն ինչ անում, հա? Արունը ջուրա դարձնում։ Աշխար, անիրավ աշխար։ Ձենդ։ Սոս, խնդրում եմ մի արա։ Եթե կրակելու ես, ինձ կրակի։ Մեկա կյանքս իմաց չունի։ Մի արա խնդրում եմ։ Մի արա։ Շատ լավն է, քեզ էլ շատ սազեց, համը ամառվա համար շատ հարմար է, այնպես որ չի քննարկում։ Սա եւս դնում ենք քո զամբյուղը։ Դեմքիդ է լավ նստել է։ Վայ չէ, լավ էլի շատ կլինի արդեն։ Վերջ փաթեթավորում եմ, այս բոլորը քոնն է։ Ահա ձեզ։ Բարև ձեզ։